նախորդ շաբաթ դիմում էիք ներկայացել խորհրդարանական 3 խմբակցությունների արձագանք եղել է։ Արձագանքը խմբակցություններից չի եղել, որևէ խմբակցությունից եղել է ընդամենը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիմումը ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարին, ստացել ենք այդ իր պատասխանը ուղղված աշխատակազմի ղեկավարին, որ պետք է այդ ամբողջ դիմումները ուղղված լինեն ազգային ժողովի նախագահին, իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է եղել, ոչ միայն ազգային ժողովի նախագահին չենք դիմել, այլ հակառակը ֆրակցիաների ղեկավարներից եւ այդ հանձնաժողովի նախագահից պահանջել ենք, որպեսզի իրենք դիմեն ազգային ժողովի նախագահին այս հարցի պատասխանը, այսինքն զեկույցը հրապարակելու առումով։ Այս առումով Անդրանիկ Քոչարյանի պատասխանը այսպես ասած ըստ էության որևէ բան չի նշանակում, որովհետև մենք ընդունել ենք, որ ազգային ժողովի նախագահին չէր մեր պետիցիան, այլ ֆրակցիաների ղեկավարներին եւ հանձնաժողովի նախագահին, քանի որ հանրագրի մասին օրենքով նրանք նույնպես համարվում են պաշտոնատար անձիկ։ Պարոն Բաղդասարյան, ձեր կարծիքով ինչի իշխանությունը չի ցանկանում հրապարակել այդ փաստաթուղթը։ Մեր կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ, մեր նկատի ունեմ մեր աշխատանքային խմբի առումով կարող է լինել սուբյեկտիվ, բայց ընդհանուր օբյեկտիվ հանգամանքներն այն են, որ հանձնաժողովի զեկույցը օրենքի ուժով պարտավոր էր հրապարակվելու, քանի որ այն ձևավորվել է իրավունքի ուժով։ Իսկ իրավունքի ուժով ձևավորված ցանկացած հանձնաժողովի աշխատանք պետք է որ ունենա իր ավարտը։ Եթե ժամկետա բաց թողել հանձնաժողովի նախագահը, նշանակում է պատասխանատվության պետք է կանչվի հանձնաժողովի նախագահը։ Եթե դա ինքնիրավություն է ցուցաբերել ազգային ժողովի նախագահը, ուրեմն նա պետք է պատասխանատվության կանչվի։ Ցանկացած դեպքում մենք այն մտքին ենք, որ այս աշխատանքները, որը որ հասարակության լայն զանգվածների համար ունի շատ լուրջ հետաքրքրություն եւ ընդհանրապես անձնական նաեւ շահագրգռվածություն, այս աշխատանքների պատասխանը պետք է ազգային ժողովը տար։ Տեսեք, երբ որ այդ զեկույցի օրերն էր, երբ որ քննարկվում էր հանձնաժողովում նիստեր էին լինում, սենսացիոն բացահայտումներ էր խոստանում իշխանությունը, որ լույս կսփռի շատ բաների վրա ընդհուպ միջև, նախկինների գործած սխալների եւ այլների վրա, երբ որ այդ ամեն ինչը ավարտվեցին, փաստացի չհրապարակվեց։ Սա ինչի մասն էր խոսում, որը ըստ էության չէր եղել այդ նմանատիպ բաներ, ինչու մեղադրվում էր նաեւ գեներալիտետը, այսպես ասենք, նաեւ այն անձինք պատասխանատուները, որոնց վերաբերյալ խոստանում էին իշխանությունները սենսացիոն բացահայտումներ։ Ուրեմն ցանկացած դեպքում մենք իշխանություններից նկատի ունենք իշխանության եւ մեծամասնական իշխանությունը եւ փոքրամասնական, այսինքն բոլշևիկներից ու մենշևիկներից նույնն ենք պահանջում, որովհետեւ մեզ համար ազգային ժողովի падգամավորը անկախ դրանից թե ազգային ժողովում ինքը ինչ դիրքորոշում ունի, համարվում է իշխանության ներկայացուցիչ։ Մեր համար իշխանությունները նույնն են եւ այդ իշխանությունների այսպես կոչված սինխրոն աշխատանքի արդյունքում հանձնաժողովի զեկույցը չի հրապարակում։ Այն, որ նախկին իշխանությունները կամ ներկա իշխանություններն են մեղավոր, դա մեզ որևէ բան չի տալի, քանի որ ըստ էության որևէ հրապարակված փաստաթուղթ այս առումով չունենք։ Մենք բազում լսել ենք, որ նախկինները այդ ամբողջը տեղափոխվում են նախկինների դաշտ, մեզ համար որևէ նշանակություն չունի նախկին ներկա։ Մեր համար նշանակություն ունի իշխանություն եւ այդ իշխանությունը շարունակական է, սկսած 1990 թվականից։ Այդ իշխանության եկած մարդիկ պարտավոր են պատասխան տալ իրենց գործողությունների համար։ Հիմա այսօր այստեղ հավաքվել եք արդեն պահանջը ո՞րն է այսօր։ Նայեք, ցանկացած դեպքում մենք ազգային ժողովի падգամավորներից, այսինքն ֆրակցիաների ղեկավարներից պահանջել ենք, որպեսզի իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մենք դեռևս դիրքորոշում չունենք։ Իրենց դիրքորոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք։ Ունենք ընդամենը հայտարարություններ ազգային ժողովում, հանդես են եկել Աննա Գրիգորյանը եւ հանդես է եկել Տիգրան Աբրահամյանը, բայց հանդես գալը դեռևս չի նշանակում հստակ պահանջ ներկայացնել ազգային ժողովի նախագահին։ Այս առումով մենք շարունակում ենք մեր գործողությունները ազգային ժողովի падգամավորներից պահանջում ենք մեր բարձրացած հարցերի պատասխանը։ Իդեպ հարցերը մենակ մերը չեն, հարցերը ենթադրում են բոլորին են, որովհետև հարցերի սկզբունքը սա է, ինչու չի հրապարակվում ազգային ժողովում հանձնաժողովի զեկույց։